Ինչ կանեիք, եթե ձեր երկրի ամենահզոր թագավորը մի գիշերում վերածվեր վայրի խոզի։ Սա հեքիաթ չէ, մի ողջ թագավորություն քաոսի մեջ էր։ Նրանց արքան, որ երեկ հպարտորեն կանգնած էր, այսօր թավալվում էր ցեխի մեջ կորցրած մարդկային կերպարանքը։ Եվ այս սարսափը սկսվեց այն բանից հետո, երբ նա հրամայեց դաժանաբար սպանել 37 անմեղ կանանց։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ միակ բուժումը գտնվում էր հողի տակ, մի մութ գուբի մեջ, որտեղ մի մարդ 13 տարի գոյատևել էր օձերի ու կարիճների հետ։ Բայց սա դեռ ամենը չէ, իրական հրաշքը տեղի ունեցավ, երբ երկինքը բացվեց, և ինքը, Քրիստոսը, ոսկե մուրճը ձեռքին իջավ երկրից, հարվածելու հայոց հողին։ Այսօր մենք ցույց կտանք ոչ միայն այդ ցնցող տեսիլքը, այլև կբացահայտենք, թե ինչու ընտրվեց հենց այդ կետը, դառնալու բոլոր եկեղեցիների մայրը և հայ ազգի հոգևոր սիրտը։ Պատրաստվեք իմանալու այն պատմությունը, որը յուրաքանչյուր հայ պարտավոր է փոխանցել իր զավակներին։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ քաղաքից եք դուք դիտում։ Տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Արևը մայր էր մտնում։ Արարատի սրբազան գագաթը ներկվել էր բոսորագույնով, կարծես երկինքն ինքը արյունով էր գրում գալիք ողբերգության մարգարեությունը։ Անհավանական, բայց հայոց աշխարհի սրտում, վաղարշաբաթ մայրաքաղաքում, իշխում էր ոչ թե խաղաղ երեկո, այլ մի տագնապալի անորոշ լռություն։ Մի լռություն, որը նախորդում է փոթորքին, ճակատագիր։ Այդ օրը քաղաք էին մտել 30-ից ավելի կույսեր, Հռոմի կայսերական դաժան հալածանքներից փախած մի խումբ քրիստոնյա կանայք, որոնց հոգիները փայլում էին ավելի պայծառ, քան իրենց հայրենի քաղաքի մարմարեսյուները։ Նրանց առաջնորդում էր գեղեցկուհի Հռիփսիմեն, ազնվական տոհմի շարավիղ, որի աչքերի խորքում կարելի էր տեսնել ոչ թե աշխարհիկ վախ, այլ երկնային արքայության անսասան խոստումը, և նրա գեղեցկությունը կարող էր մրցել միայն նրա հավատքի աներեր ամրության հետ։ Նրանց հետ էր նաև Գայանեն, իմաստուն և հանգիստ մայրապետը, ում դեմքի կնճիռներն ասես քարտեզ լինեին, գծված աղոթքներով ու տառապանքներով, և ով իր հոգևոր զավակների համար պատրաստ էր քայլել կրակի միջով։ Նրանք եկել էին Հայաստան հույս ունենալով այստեղ գտնել ապաստան, մի սուրբ անկյուն, որտեղ կարող էին ազատորեն ծնկի գալ իրենց Տիրոջ Հիսուս Քրիստոսի առաջ։ Բայց նրանք չգիտեին, որ իրենց ամեն քայլը դիտվում է, որ իրենց ժամանումը ոչ թե փրկություն էր, այլ ճակատագրի կողմից լարված թակարդի սկիզբ, մի ողբերգություն, որի վարագույրը նոր էր բարձրանում։ Գլխավոր հերոսը, Տրդատ III մեծ թագավորը, հայոց հզոր արքան, այդ պահին կանգնած էր իր պալատի պատշգամբին, որը կառուցված էր տուսի հսկա սալերից և նայում էր դեպի Արանատյան դաշտը։ Նա երիտասարդ էր, ուժեղ, հաղթանակներով պսակված, և նրա մկանները դեռ հիշում էին հռոմեական կրկեսի ավազի համը, որտեղ նա հաղթել էր ամենաուժեղ գլադիատորներին։ Նրա մարմինը կոփվել էր հռոմեական լեգիոններում, իսկ հոգին հեթանոսական կրքերի ու հավատալիքների կրակով։ Նա երկրպագում էր Վահագնին, քաջության վիշապաքաղ Աստծուն և Անահիտին, ոսկեմայր Աստվածոհուն, ում ոսկե արձանին ինքն անձամբ էր զոհեր մատուցում։ Նրա համար քրիստոնեությունը թուլություն էր, անհասկանալի մի հավատք, որը քարոզում էր սեր դեպի թշնամիները և հնազանդություն, մի բան, որը նրա զինվորական էությունը չէր կարող ընդունել։ Բայց երբ նրա լրտեսները զեկուցեցին Հռիփսիմեի աննկարագրելի գեղեցկության մասին, արքայի հեթանոսական սրտում արթնացավ ոչ թե հոգևոր հետաքրքրություն, այլ մարմնական ցանկության գազանը։ Կայծակնային, նա հրամայեց բերել կույսերին պալատ, ոչ որպես հյուրերի, այլ որպես ավարի։ Նրա մտքում արդեն հյուսվում էր Հռիփսիմեին իր կինը դարձնելու ծրագիրը, նրան տեսնել իր գահի կողքին, որպես իր հզորության ևս մեկ ապացույց։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ այդ փխրուն թվացող կույսը կդառնա այն ժայռը, որին բախվելով կփշրվի իր ողջ աշխարհը, և որ նրա մերժումը կդառնա մի ողջ ազգի դարձի սկիզբը։ Միևնույն ժամանակ, մայրաքաղաքից հարավ Արտաշատի մոտ, մի խոր ու մութ գուբի մեջ 13-րդ տարին տառապում էր մեկ այլ մարդ։ Նրա անունը Գրիգոր էր, նա Պարթև Անակ իշխանի որդին էր, ով սպանել էր Տրդատի հորը, Խոսրով թագավորին, և այդ մեղքի ստվերը ծանրացել էր նրա ճակատագրի վրա։ Որպես վրեժ, Տրդատը Գրիգորի, ով արդեն քրիստոնյա էր և եկել էր Հայաստան, ծառայելու արքային ու քավելու հոր մեղքը, նետել էր խոր վիրապ կոչվող այդ ստորգետնյա բանտը թունավոր օձերի ու կարիճների մեջ, որպեսզի նա դանդաղ ու տանջալից մահով մեռնի։ Բայց Գրիգորը ողջ էր, աստվածային միջամտությամբ։ Մի բարեպաշտ կին, ում Աստված էր ուղարկել, գաղտնի կերակրում էր նրան,
ամեն օր հաց նետելով վիրապը, եւ այդ հացը դառնում էր ոչ միայն մարմնի, այլև հույսի կերակուր։ Երկու աշխարհներ, երկու ճակատագրեր, վերևում հեթանոսական շքեղություն, կիրք եւ մոտալուտ բռնություն։ Պալատի սրահներում հնչում էր երաժշտություն, իսկ օդը լի էր գինու եւ զոհաբերված կենդանիների սունով։ Ներքևում խավար, տառապանք եւ անսասան հավատք, որտեղ միակ ձայնը աղոթքի շշուկն էր, իսկ միակ լույսը հոգու խորքից բխող հավատքի կրակը։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ այս երկու աշխարհները շուտով պիտի բախվեին միմյանց, եւ այդ բախումից ծնվելու էր մի նոր Հայաստան, մի Հայաստան, որի սիրտը պիտի դառնար ոչ թե թագավորական պալատը, այլ մի տաճար, որի հիմքերը դեռ դրված չէին, բայց որի նախագիծն արդեն գծված էր երկնքում։ Այդ երեկո, երբ Հռիփսիմենը եւ իր քույրերը աղոթում էին իրենց ժամանակավոր կացարանում, մի հնձանում, նրանց աղոթքը բարձրանում էր երկինք, որպես մաքուր խունկ։ Նրանք խնդրում էին պաշտպանություն, ուժ եւ առաջնորդություն այս անծանոթ երկրում, իսկ խոր վիրապի խավարում Գրիգորի աղոթքը նույնպես հասնում էր Աստծուն։ Նա չէր խնդրում ազատություն իր համար, նա խնդրում էր իրեն տանջող ժողովրդի փրկության համար, նա աղոթում էր Տրդատի հոգու համար։ Երկու աղոթք, մեկ ճակատագիր, եւ ամեն ինչ դեռ առջևում էր։ Հայաստանը 4-րդ դարի սկզբին մի բազմաստված երկիր էր, որի հոգևոր լանդշաֆտը քանդակված էր դարերի խորքից եկած հեթանոսական հավատալիքների ամուր քարից, իսկ օդը հագեցած էր զոհաբերությունների ցխով ու աստվածների ներկայության զգացումով։ Արևի պաշտամունքը, որը խորհրդանշում էր Միհր Աստվածը, դեռևս արմատացած էր ժողովրդի մեջ, եւ նրա լույսը ողողում էր ոչ միայն դաշտերը, այլև մարդկանց հոգիները։ Գառնիի տաճարը իր հունահռոմեական սյուներով ու կատարյալ համաչափություններով կանգնած էր որպես այդ պաշտամունքի վեհ ու անխորթակելի վկա, մի վայր, որտեղ թագավորներն էին երդում տալիս, բայց ժողովրդի սիրելիներն այլ աստվածներ էին։ Նրանք, ում անունները շշնջում էին թե զինվորները մարտից առաջ, թե մայրերը իրենց երեխաներին օրորելիս։ Անահիտը ոսկեմայր աստվածուհին պտղաբերության, մայրության եւ իմաստության խորհրդանիշն էր, ում ողորմածությունից էր կախված բերքի առատությունը ու տոհմի շարունակությունը։ Նրա մեհյանները, հատկապես Եկեղյաց գավառի Երիզա քաղաքում, լի էին ոսկով, արծաթով եւ ուխտավորների բերած թանկարժեք ընծաներով, եւ նրա քրմուհիները համարվում էին երկրի ամենաազդեցիկ կանանցից։ Վահագնը վիշապաքաղը, քաջության, պատերազմի եւ հաղթանակի աստվածն էր, ում կայծակնացայտ ծնունդը գովերգում էին գուսանները։ Նրա պաշտամունքը հատկապես սիրելի էր Տրդատ թագավորի եւ նրա զորքի համար։ Ասում էին, թե նա ծնվել է երկնքի ու երկրի երկունքից, ծովից Իրանի ալիքներից, եւ նրա աչքերը արեգակներ էին։ Աստղիկը, սիրո եւ գեղեցկության աստվածուհին, իր նուրբ պաշտամունքով լրացնում էր այս հզոր եռյակը, եւ նրա տոնին վարդավարին մարդիկ միմյանց վրա ջուր էին ցողում, մաքրվելով մեղքերից ու խնդրելով սեր։ Այս աստվածների պաշտամունքը պարզապես կրոն չէր, այն հայկական ինքնության, պետականության եւ մշակույթի անբաժանելի մասն էր։ Արյունը, որ հոսում էր ազգի երակներով։ Թագավորները իրենց իշխանությունը ստանում էին աստվածներից, եւ թագադրման ծեսը կատարվում էր գլխավոր մեհյանում։ Զորքը մարտի էր գնում Վահագնի անունով։ Բերքի առատությունը կախված էր Անահիտի բարեհաճությունից։ Քրմերը, հեթանոսական քահանաները հսկայական ազդեցություն ունեին թե արքունիքում, թե ժողովրդի մեջ։ Նրանք գուշակություններ էին անում, զոհեր մատուցում եւ պահպանում էին նախնյաց ավանդությունը, մի ավանդույթ, որը փոխանցվում էր հորից որդի եւ համարվում էր սրբություն։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Այս ամուր քարացած համակարգի մեջ քրիստոնեությունը դեռևս թույլ ու հալածվող հավատք էր։ Թեև Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներն առաջին դարում արդեն սերմեր էին ցանել հայոց հողում եւ գոյություն ունեին փոքր քրիստոնեական համայնքներ, դրանք գործում էին գաղտնի, մշտական վախի մեջ, ինչպես մոմեր քամոտ գիշերում։ Քրիստոնյաներին համարում էին հռոմեական ազդեցության գործակալներ, նորամուծության կողմնակիցներ, որոնք սպառնում էին պետության հիմքերին։ Տրդատի հայրը Խոսրովը եւ ինքը Տրդատը դաժան հրովարտակներ էին արձակել քրիստոնյաների դեմ, հրամայելով բռնագրավել նրանց ունեցվածքը եւ մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեին զոհ մատուցել հեթանոսական կուռքերին։
Հենց այս մթնոլորտում էր, որ Սուրբ Գրիգորը, ստանալով իր կրթությունը Կեսարիայում, վերադարձել էր Հայաստան նպատակ ունենալով քարոզել ավետարանը և քավել իր հոր մեղքը։ Սակայն Տրդատը, իմանալով նրա ով լինելը, նրան տեսել էր ոչ թե որպես հոգևոր առաջնորդ, այլ որպես թշնամու որդի, և սկսվել էր Գրիգորի 13-ամյա չարչարանքը խոր վիրապում։ Այսպիսով, մոտալուտ հոգևոր պայքարի առաջին նշանները արդեն տեսանելի էին։ Մի կողմից հզոր, պետականորեն ամրագրված հեթանոսությունն էր, իր տաճարներով, զորքով և թագավորով։ Մյուս կողմից մի բուռ հալածյալ քրիստոնյաներ, մի մարգարե, մահվան դատապարտված գուբի մեջ և մի խումբ օտարական կույսեր, որոնք եկել էին փնտրելու խաղաղություն, բայց գտնելու էին նահատակություն։ Բայց դա միայն սկիզբն էր։ Հռիփսիմյանց կույսերի ժամանամը դարձավ այն կայծը, որը պիտի բորբոքեր այս վաղուց կուտակված լարվածությունը։ Տրդատի գիրքը Հռիփսիմեի նկատմամբ պարզապես անձնական ցանկություն չէր, ոչ, այն խորհրդանշում էր հեթանոսական աշխարհի փորձը կլանելու, իրեն ենթարկելու և ոչնչացնելու քրիստոնեական հավատքի մաքրությունը։ Հռիփսիմեի մերժումը պիտի ընկալվեր ոչ թե որպես անձնական վիրավորանք, այլ որպես մարտահրավեր հենց թագավորի աստվածային իշխանությանը, մի մարտահրավեր, որը նա չէր կարող անպատասխան թողնել։ Եվ հակամարտությունն անխուսափելի էր դառնում։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե որքան առյունոտ և որքան հրաշագործ պիտի լիներ այդ բախումը։ Երկու հավատք, մեկ թագավորություն, օրը պիտի հաղթեր։ Պատասխանը թաքնված էր մի տեղ, թագավորի կուրացած սրտի և գուբում աղոթող սրբի հավատքի միջև։ Տրդատ թագավորի հրամանով հռիփսիմյանց կույսերին տեղափոխեցին արքունի պալատին կից մի շինություն, որը նախկինում ծառայում էր որպես հյուրատուն օտարերկրյա պատվիրակությունների համար, բայց այժմ վերածվել էր ոսկե թագավորը, կուրացած Հռիփսիմեի գեղեցկությամբ, որը նրան թվում էր ոչ թե երկրային, այլ աստվածային մի երևույթ, նախ փորձեց գործել խորամանկությամբ, ինչպես որ սորթն է թակարդ լարում անմեղ եղնիկի համար։ Նա ուղարկեց թանկարժեք նվերներ, ոսկյա զարդեր, որոնք պատրաստել էին արքունի լավագույն ոսկերիչները, մետաքսե զգեստներ, բերված Չինաստանից և անուշահոտ յուղեր բյուրեղյա սրվակներով։ Նա խոստացավ Հռիփսիմեին դարձնել հայոց թագուհի, նրան տալ անսահման իշխանություն և հարստություն, որի մասին նա չէր էլ կարող երազել։ Ինչու պիտի երկրպագես մի անտեսանելի Աստծո, երբ կարող ես ունենալ տեսանելի թագավորի սերը, հարցնում էր նա իր պատգամավորների միջոցով։ Քո Աստվածը խաչվեց, իսկ ես քեզ թագ կդնեմ գլխիդ։ Նա քեզ խոստանում է երկնային արքայություն մահից հետո, իսկ ես քեզ տալիս եմ երկրային դրախտ հենց հիմա։ Հռիփսիմեն հանգիստ, բայց վճռական մերժեց բոլոր նվերները։ Նա պատասխան ուղարկեց թագավորին, որ իր սիրտը և իր կյանքը նվիրված են իր երկնային փեսային, Հիսուս Քրիստոսին, և որ ոչ մի երկրային թագ չի կարող համեմատվել երկնային արքայության պսակի հետ, որը պատրաստված է ոչ թե ոստուց, այլ հավատքից։ Այս մերժումը Տրդատի համար անսպասելի էր։ Ինչպես։ Նա, ով սովոր էր, որ իր ցանկացած խոսք օրենք է, ում հայացքից դողում էին նախարարները, բախվեց մի անհնազանդության, որը չէր կարողանում հասկանալ։ Զայրույթը սկսեց եռալ նրա մեջ։ Ինչպես կարող էր մի օտարական, փախստական կույս մերժել իրեն, հայոց մեծ Տրդատին։ Այդ պահին գործի անցան հեթանոս քրմերը։ Նրանք, տեսնելով թագավորի տատանումները և զգալով նոր հավատքի վտանգը, սկսեցին թույն կաթեցնել նրա ականջներին։ Արքա, ասում էր գլխավոր քուրմը, Արտաշես անունով, մի ծերունի, ում աչքերը սառն էին, ինչպես լեռնային լճի ջուրը։ Այս կանայք պարզապես կանայք չեն, նրանք իրենց հետ բերել են օտար Աստծո պաշտամունք, որը թուլացնում է մեր զինվորների ոգին և վիրավորում մեր հզոր աստվածներին։ Այս կնոջ համառությունը ոչ թե առաքինություն է, այլ ապստամբություն քո իշխանության և մեր աստվածների դեմ։ Եթե դու չկոտրես նրա կամքը, ապա շուտով բոլորը կսկսեն կասկածել քո ուժի վրա։ Խնդիրը լուծելու առաջին փորձը եղավ ուղղակի բռնությունը։ Տրդատը որոշեց անձամբ հանդիպել Հռիփսիմեին։ Նա մտավ այն սենյակը, որտեղ պահվում էր կույսը։ Նրա հայացքը լի էր կրքով և զայրույթով։ Նա փորձեց ուժով տիրանալ նրան, և հետո տեղի ունեցավ անհավանականը։ Հռիփսիմեին, լցված Սուրբ Հոգու զորությամբ, դիմադրեց հզոր թագավորին։ Ավանդությունը պատմում է, որ նա այնպիսի ուժով հրեց Տրդատին, որ վերջինս ընկավ գետնին։ Այդ փոքրիկ նուրբ կույսը ցույց տվեց աստվածային ուժ, որը գերազանցում էր ֆիզիկական ամեն տեսակի ուժին։ Տրդատը, որը հաղթել էր հռոմեական գլադիատորներին և պարսիկ հսկաներին, նվաստացվեց միայնակ կնոջ կողմից։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Այս դեպքը վերջնականապես կուրացրեց թագավորին։
նրա ցանկությունը վերածվեց ատելության, իսկ վիրավորված ինքնասիրությունը վրեժխնդրության ծարավի։ Նա այլևս չէր տեսնում Հռիփսիմեին որպես կին, նա տեսնում էր նրան որպես իր իշխանության և իր հավատքի թշնամի։ Եկեղեցական համայնքի միջամտությունը, եթե կարելի է այդպես անվանել, եկավ մայրապետ Գայանեի կողմից։ Տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, նա փորձեց խրատել Հռիփսիմեին, ոչ թե հրաժարվել հավատքից, այլ լինել ավելի զգույշ։ Գուցե փորձել խոսքով հանդարտեցնել թագավորին, բայց Հռիփսիմեն անդրդվելի էր։ Նրա համար փոխզիջում գոյություն չուներ։ Մենք չենք կարող մեր մարմինը տալ մահկանացու թագավորին, երբ մեր հոգին խոստացել ենք անմահ Տիրոջը, ասաց նա Գայանեին։ Եթե մեր ճակատագիրը նահատակությունն է, ապա թող կատարվի Աստծո կամքը։ Տրդատը, հասկանալով, որ խոսքով կամ ուժով ոչնչի չի հասնի, որոշեց կիրառել վերջին միջոցը՝ հանրային տանջանք և մահապատիժ։ Նա մտածում էր, որ տեսնելով Հռիփսիմեի տառապանքները, մյուս կույսերը կվախենան և կհնազանդվեն։ Նա հրամայեց Հռիփսիմեին տանել քաղաքից դուրս և ենթարկել դաժանագույն տանջանքների։ Հակամարտությունը հասել էր իր գագաթնակետին։ Այն այլևս երկու մարդու միջև չէր, այն երկու աշխարհայացքների, երկու հավատքների, երկու թագավորությունների, երկրայինի և երկրայինի բախումներ։ Եվ այդ բախման կիզակետում կանգնած էր մի երիտասարդ կույս, ում միակ զենքը իր հավատքն էր։ Բայց այդ զենքը պարզվեց ավելի հզոր, քան Տրդատի բոլոր սրերը և բոլոր բանակները։ Իսկ հետևանքները պիտի ցնցեին ողջ հայոց աշխարհը։ Տրդատի հրամանը կայծակի պես տարածվեց վաղ առշապատում, և օդը կարծես թանձրացավ սպասվող արյան հոտից։ Դահիճները, որոնց դեմքերը քարից էին կերտված, իսկ հոգիները զուրկ որևէ խղճի զգացումից, Հռիփսիմեին քարշ տվեցին քաղաքի հյուսիսային կողմը, մի ամայի վայր, որտեղ սովորաբար մահապատժի էին ենթարկում պետական հանցագործներին։ Ամբոխը հավաքվել էր, մի խայտաբղետ զանգված, որտեղ ոմանք եկել էին վախից դրդված, ոմանք հիվանդագին հետաքրքրությունից, իսկ ոմանք էլ հեթանոսական մոլերանդությամբ լցված, պատրաստ ցնցալու օտար Աստծո հետևորդի մահվան տեսարանից։ Եկեղեցու կամ ավելի ճիշտ փոքրիկ ստորգետնյա քրիստոնեական համայնքի պատիվը դրված էր զոհասեղանին։ Եթե Հռիփսիմեն կոտրվեր, եթե նա մեկ ակնթարթ թուլություն ցուցաբերեր, դա կլիներ մահացու հարված բոլոր քրիստոնյաների հավատքին, ապացույց, որ իրենց Աստվածն անզոր է պաշտպանել իր հավատարիմներին։ Ինչ կասեն հավատացյալները գործոնը, ճնշում էր ոչ միայն Հռիփսիմեի, այլև նրա հետևից գնացող մյուս կույսերի վրա, որոնց պահում էին զինվորները։ Նրանք տեսնում էին իրենց առաջնորդի մոտալուտ տառապանքը և աղոթում էին նրա համար, իրենց շուրթերը հազիվ շարժելով, որպեսզի պահակները չնկատեն։ Գայանեն իր տարիքին անհամապատասխան ուժով բարձրաձայն քաջալերում էր Հռիփսիմեին, և նրա ձայնը հնչում էր որպես մարտական շեփորի կանչ։ «Անուշ զավակս, մի վախեցիր», գոչում էր նա, և նրա խոսքերը կտրում էին լռությունը։ «Քիչ է մնացել, շուտով դու կտեսնես մեր Փեսային, ով քեզ համար պատրաստել է անթառամ պսակը։ Այս ցավը ժամանակավոր է, իսկ փառքը հավիտանական։ Թող քո արյունը դառնա սերմ այս քարքարոտ հողի համար»։ Տանջանքները սարսափելի էին, դրանք գերազանցում էին մարդկային երևակայության սահմանները։ Դահիճները նախ հանեցին նրա լեզուն, որպեսզի նա չկարողանա աղոթել կամ քարոզել, որպեսզի նրա վերջին խոսքերը չհասնել ժողովրդին։ Հետո նրանք քարկոծեցին, ամբոխից ոմանք նույնպես քարեր էին նետում, քրմերի դրդմամբ։ Իսկ վերջում, երբ նրա մարմինն արդեն մեկ մեծ վերք էր, նրան սրով կտոր-կտող արեցին։ Բայց մինչև վերջին շունչը Հռիփսիմեի աչքերում վառվում էր ոչ թե ցավը, այլ հաղթանակի լույսը։ Նա մահացավ, չուրանալով իր հավատքը։ Նա հաղթեց։ Տրդատը սակայն իրեն հաղթող էր զգում։ Նա կարծում էր, որ կոտրելով Հռիփսիմեի մարմինը, կոտրել է նաև քրիստոնեական ոգին։ Կուրացած իր դաժանությունից, նա հրամայեց սպանել նաև մյուս բոլոր կույսերին։ Գայանեին և նրա հետ եղած կույսերին սպանեցին քաղաքի հարավային մասում, ավելի քիչ հրապարակայնությամբ, բայց նույնքան դաժանությամբ։ Մեկ այլ հիվանդ կույսի, որը թաքնված էր մնացել հնձանում, գտան և սպանեցին հենց այնտեղ, և նրա արյունը ներկեց ցորենի հատիկները։ 37 կյանք խլվեց մեկ օրում։ Ամբողջ թագավորությունը սարսափի մեջ էր։ Հեթանոսները ցնզում էին, կարծելով, թե իրենց աստվածները վրեժխնդիր եղան։ Քրիստոնյաները թաքնվեցին, սգալով իրենց սուրբ նահատակներին։ Տրդատը վերադարձավ պալատ, հոգնած, բայց գոհ։ Նա կարծում էր, թե վերջ դրեց այս հիմար հավատքին։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ էր սպասվում նրան։ Աստվածային դատաստանը չուշացավ։ Մի քանի օր անց թագավորը որսի գնաց, և հենց այնտեղ, անտառի խորքում, երբ նա հետապնդում էր մի վարազի, նրա վրա իջավ սարսափելի պատիժ։
Նա սկսեց իրեն տարօրինակ պահել, հրնդյուններ արձակել, պատառոտել իր թանկարժեք հագուստը։ Նրա մարմինը սկսեց փոխվել։ Նա կորցրեց մարդկային կերպարանքը և վերածվեց վայրի խոզի։ Այն մարդը, ով իրեն աստվածների հետ էր համեմատում, այժմ թավալվում էր ցեխի մեջ, ուտում էր խոտ և փախչում մարդկանցից։ Այս իրադարձությունը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Արքունիքը խուճապի մեջ էր, բժիշկները անզոր էին, քրմերը զոհեր էին մատուցում, գուշակություններ անում, բայց ոչինչ չէր օգնում։ Թագավորի վիճակը օրեցօր վատանում էր։ Նրա հետ միասին նույնպիսի դիվահարության էին մատնվել նաև այն մեծամեծները, ովքեր մասնակցել էին կույսերի սպանությանը։ Երկիրը մնացել էր առանց գլխի, քաոս էր տիրում։ Հայաստանի հզորությունը, նրա պատիվը, նրա ապագան վտանգված էին։ Թշնամիները սահմաններին կարող էին ցանկացած պահի օգտվել այս իրավիճակից։ Այդ օրերին բոլորը հիշեցին սպանված կույսերին։ Շատերը սկսեցին մտածել, որ սա նրանց անմեղ արյան վրեժն է, որ նրանց աստվածը ավելի հզոր է, քան Անահիտն ու Վահագնը։ Հեթանոսական ավանդույթների և կանոնների ճնշումը այլևս չէր գործում։ Մարդիկ շփոթված էին և վախեցած։ Նրանք փնտրում էին պատասխան, փնտրում էին փրկություն։ Եվ փրկությունը պիտի գար այնտեղից, որտեղից ոչ ոք չէր սպասում։ Այն պիտի գար հողի տակից, խոր վիրապի մթին, մոռացված խորքերից։ Երբ բոլոր հույսերը սպառվել էին, երբ բժիշկները վայր էին դրել իրենց գործիքները, իսկ քրմերը լռել էին, չգտնելով բացատրություն տեղի ունեցածին, աստվածային հայտնությունը եկավ ամենաանսպասելի կերպով, ոչ թե որոտով ու կայծակով, այլ մի կնոջ լուր երազի միջոցով։ Այն եկավ երազի միջոցով։ Տրդատի քույրը, Խոսրովի դուխտը, մի բարեպաշտ և ողորմած կին, ով սրտանց ցավում էր եղբոր և երկրի վիճակի համար, մի գիշեր տեսիլք տեսավ։ Նրա երազում հայտնվեց լուսավոր մի էակ, հրեշտակ, ում զգեստները ձյունից սպիտակ էին, և ասաց նրան մի ձայնով, որը հնչում էր որպես հազարավոր զանգերի ղողանջ. «Մի փնտրեք ձեր թագավորի բժշկությունը մահկանացուների մոտ, քանզի նրա հիվանդությունը երկնքից է ուղարկված, և բժշկությունը նույնպես պիտի երկնքից գա»։ Խոսրովի դուխտը, դողալով ոչ այնքան վախից, որքան ակնածանքից, հարցրեց. «Ով կարող է բերել այդ բժշկությունը, ով է այն ընտրյալը, որին վիճակված է փրկել հայոց աշխարհը»։ Եվ հրեշտակը պատասխանեց. «Գնացեք Արտաշատ քաղաքը և այնտեղի գուբից հանեք Գրիգոր անունով մարդուն։ Նա կգա և ցույց կտա ձեզ փրկության ճանապարհը»։ Այս տեսիլքը կրկնվեց 5 անգամ։ Սկզբում Խոսրովի դուխտը վախենում էր պատմել իր երազի մասին։ Ով կհավատար նրան։ Գրիգորը համարվում էր մահացած արդեն 13 տարի։ Ինչպես կարող էր նա ողջ լինել օձերով լի գուբի մեջ։ Բացի այդ, նա թագավորի թշնամու որդին էր։ Նրան ազատելը կնշանակեր ընդդիմանալ թագավորի կամքին, նույնիսկ եթե թագավորն այժմ խոզակերպ էր։ Բայց երբ տեսիլքը կրկնվեց 5-րդ անգամ, այս անգամ սպառնալիքով, որ եթե նա չհայտնի, ապա ինքն էլ կենթարկվի պատժի, Խոսրովի դուխտը հաղթահարեց իր վախը և պատմեց ամեն ինչ արքունի նախարարներին։ Սա պատմության մեջ շրջադարձային կետն էր։ Նախարարները հուսահատությունից դրդված որոշեցին փորձել։ Նրանք այլ տարբերակ չունեին։ Օքին անունով մի իշխան իր ջոկատով ուղևորվեց դեպի Խորվիրապ։ Երբ նրանք հասան այնտեղ և մոտեցան գուբի երախին, ոչ ոք չէր հավատում, որ այնտեղից կարող է ողջ մարդ դուրս գալ։ Նրանք պարանի չեցրին ներքև և կանչեցին. «Գրիգոր, եթե ողջ ես, բռնիր պարանից»։ Եվ խորքից լսվեց թույլ, հազիվ լսելի ձայն. Գրիգորը ողջ էր։ Երբ նրան դուրս հանեցին, տեսարանը ցնցող էր։ Նրա մարմինը սևացել էր խոնավությունից և մթությունից, մաշկը կպել էր ոսկորներին, մազերն ու որուքը երկարել էին։ Նա նման էր ավելի շատ ստվերի, քան մարդու։ Բայց նրա աչքերում կար մի լույս, որը 13 տարվա խավարը չէր կարողացել հանգցնել։ Դա հավատքի լույսն էր։ Գրիգորը խորը հոգևոր ցնցում էր ապրում։ Նա, ով կարծում էր, թե իր ճակատագիրը մահն է մոռացության մեջ, այժմ կանգնած էր արևի տակ, ազատության մեջ։ Նա հասկացավ, որ Աստված նրա համար այլ ծրագիր ունի։ Նրան բերեցին վաղարշաբաթ։ Քաղաքը խառնվել էր իրար, ոմանք նրան նայում էին որպես հրաշքի, ոմանք որպես սրբի, իսկ ոմանք էլ վախով ու կասկածանքով։ Նախ Գրիգորը հրամայեց հավաքել նահատակված կույսերի մասունքները, 66 օր նաղոթեց և ծոմ պահեց, սովորեցնելով ժողովրդին ապաշխարության և ճշմարիտ Աստծա մասին։ Եվ ապա եկավ գլխավոր հրաշքի պահը։ Նրան տարան այն վայրը, որտեղ պահում էին խոզակերպ Տրդատին։ Թագավորը, տեսնելով Գրիգորին, փորձեց փախչել, բայց նրան պահեցին։ Գրիգորը ծնկի իջավ, իր ձեռքերը դրեց թագավորի գլխին և սկսեց բարձրաձայն աղոթել։ Նա խնդրում էր Աստծուն ոչ թե պատժել, այլ ողորմել մոլորյալ թագավորին։
Նա խնդրում էր բժշկել ոչ միայն նրա մարմինը, այլև նրա հոգին, եւ աղոթքի զորությունից տեղի ունեցավ անհավատալին։ Տրդատի մարմինը սկսեց փոխրել, խոզի կերպարանքը հետզհետե անհետացավ, եւ նա վերագտավ իր մարդկային տեսքը։ Երբ նա ոտքի կանգնեց, նա այլևս նախկին ամբարտավան տրդատը չէ, նրա աչքերում արցունքներ կային։ Նա ընկավ Գրիգորի ոտքերը եւ խնդրեց ներում, նա զղջաց։ Այս իրադարձությունը ամբողջությամբ փոխեց հոգևոր իրավիճակի ընկալումը։ Դա ոչ միայն թագավորի ֆիզիկական բժշկությունն էր, դա մի ողջ ազգի հոգևոր դարձի սկիզբն էր։ Բայց ամենամեծ հրաշքը դեռ առջևում էր։ Մի գիշեր, երբ Գրիգորը աղոթում էր, նա մի աննկարագրելի տեսիլք տեսավ։ Երկինքը բացվեց, եւ նա տեսավ, թե ինչպես է լույսի մի հսկայական սյուն իջնում երկնքից, եւ այդ լույսի մեջ իջնում է ինքը Հիսուս Քրիստոսը։ Նրա ձեռքին ոսկե մուրջ կար։ Քրիստոսը մոտեցավ եւ այդ մուրջով հարվածեց վաղարշապատի կենտրոնում գտնվող Սանդարամետի մեհյանի տեղում։ Եվ այդ հարվածից գետինը ցնցվեց, եւ Գրիգորը տեսավ, թե ինչպես է այդ վայրում բարձրանում մի հրաշագեղ լուսաղեն տաճար ոսկե գմբեթով եւ խաչով։ Քրիստոսը ասաց. «Այստեղ կկառուցես իմ տունը, քանզի իմ միածինը իջավ այս վայրում»։ Այդ պահին Գրիգորը հասկացավ, նա հասկացավ, որ իր առաքելությունը ոչ միայն թագավորին բժշկելն էր, ոչ միայն ժողովրդին քարոզելը, նրա առաքելությունը մի ողջ ազգի համար հոգևոր տուն կառուցելն էր, մի տուն, որի հիմքը դրել էր ինքը Աստված։ Գրիգորի տեսիլքի լուրը տարածվեց ավելի արագ, քան անապատի փոթորիկը, եւ ցնցեց հայոց հասարակականության հիմքերը։ Այն, ինչ տեղի ունեցավ, պարզապես հրաշք չէր, դա հոգևոր հեղափոխություն էր։ Եկեղեցական համայնքի, կամ ավելի ճիշտ, նորահավատ քրիստոնյաների եւ դեռևս հեթանոսության մեջ տատանվողների արձագանքը միանշանակ չէր։ Այն բաժանեց մարդկանց երկու ճամբարի՝ նրանց, ովքեր անվերապահորեն հավատացին, եւ նրանց, ովքեր լցվեցին կասկածով ու վախով։ Տրդատ թագավորը, ով արդեն ապաշխարել էր եւ մկրտվել Գրիգորի ձեռքով, դարձավ նոր հավատքի ամենաջերմեռանդ պաշտպանը։ Նրա համար Գրիգորի տեսիլքը Աստծու անմիջական կամքի դրսևորումն էր, հրաման, որին պետք էր անհապաղ ենթարկվել։ Եթե ինքը Տերը ցույց է տվել տեղը, ապա մենք մահկանացուներս ով ենք, որ ենք, որ կասկածենք, հայտարարեց նա իր նախարարներին։ Քանդեք հեթանոսական մեհյանները, ջարդեք կուռքերը, եւ այն վայրում, որտեղ իջավ միածինը, կառուցեք մի տաճար, որի նմանը չի տեսել աշխարհը, թող այն լինի մեր ապաշխարության եւ նոր կյանքի խորհրդանիշը։ Այս հրամանով սկսվեց հոգևոր հարաբերությունների եւ համոզմունքների լայնածավալ վերանայում։ Հայտնվեցին նոր դաշնակիցներ եւ հակառակորդներ։ Գրիգորի կողքին կանգնեցին բոլոր նրանք, ովքեր գաղտնի քրիստոնյա էին կամ տեսել էին հեթանոսության սնանկությունը թագավորի դիվահարության մեջ։ Նրանք ոգևորված էին, լի հույսով եւ պատրաստ էին իրենց ձեռքերով քար կրել նոր տաճարի շինարարության համար։ Նրանք տեսնում էին Գրիգորին որպես մարգարե, որպես նոր Մովսես, ով գիտի իրենց ժողովրդին դուրս բերեր հոգևոր ստրկությունից։ Բայց կային նաեւ հակառակորդներ, եւ նրանք քիչ չէին։ Հեթանոս քրմերը, կորցնելով իրենց իշխանությունը, հաստությունը եւ ազդեցությունը, սկսեցին գաղտնի դավեր նյութել։ Նրանք ժողովրդի մեջ լուրեր էին տարածում, թե Գրիգորը կախարդ է, ով իր մոգությամբ խելքահան է արել թագավորին, եւ որ նրա Աստվածը օտար է ու թշնամի։ Նա ուզում է ոչնչացնել մեր նախնիների հավատքը, շշնջում էին նրանք շուկաներում։ Նա կքանդի Վահագնի տաճարը, կպղծի Անահիտի սրբավայրը, մեր աստվածները կզայրանան եւ երաշտ ու սով կուղարկեն մեր երկիր։ Նրանց միացան նաեւ որոշ նախարարներ, ովքեր վախենում էին կոփոխություններից կամ կապված էին հին կարգերի հետ։ Նրանք տեսնում էին, որ նոր կրոնը սպառնում է ոչ միայն իրենց հավատալիքներին, այլև իրենց դիրքին ու ունեցվածքին։ Հակամարտությունը դուրս եկավ պալատի պատերից եւ տարածվեց ողջ երկրով մեկ։ Գլխավոր հերոսի Սուրբ Գրիգորի համար գործողությունների նոր ծրագիրը պարզ էր, բայց անչափ դժվար։ Նա պետք է ոչ միայն կառուցել տաճարը, այլև կառուցել նոր հավատք մարդկանց սրտերում։ Նա հասկանում էր, որ քարե պատեր կառուցելը հեշտ է, բայց մարդկային հոգիները փոխելը անհամեմատ ավելի բարդ։ Նրա առաջին քայլը եղավ ժողովրդին ուսուցանելը։ Նա տրդատ թագավորի հետ շրջում էր Հայաստանի գավառներով, քարոզում էր ավետարանը, բժշկում հիվանդներին եւ քանդում հեթանոսական մեհյանները։ Յուրաքանչյուր քանդված մեհյանի տեղում նա հիմնում էր եկեղեցի կամ մատուռ։ Նա նշանակում էր քահանաներ եւ եպիսկոպոսներ, ստեղծելով հայ եկեղեցու կառուցվածքի հիմքերը։ Նրա հոսքը հզոր էր, քանի որ այն գալիս էր ոչ թե գրքերից, այլ 13 տարվա տառապանքի եւ աստվածային հայտնության փորձառությունից։
Բայց ամենամեծ մարտահրավերը դեռ առջևում էր։ Դա մայր տաճարի, Էջմիածնի կառուցումն էր։ Այն պիտի լիներ ոչ միայն պաշտամունքի վայր, այլև մի ողջ ազգի հոգևոր մայրաքաղաք, հավատքի ամրոց, որը պիտի դիմակայեր դարերի փոթորիկներին։ Եվ Գրիգորը գիտեր, որ այդ տաճարի կառուցումը կդառնա վճռական ճակատամարտ լույսի եւ խավարի, քրիստոնեության եւ հեթանոսության միջև, ճակատամարտ, որի ելքից էր կախված Հայաստանի ապագան։ Սուրբ Գրիգորը, ոգեշնչված աստվածային հայտնությունից, անցավ վճռական գործողությունների, որոնք պիտի ընդմիշտ փոխեին Հայաստանի դեմքը։ Նա այլևս չէր սպասում, չէր տատանվում։ Նա դարձել էր Աստծո կամքի գործիքը, հոգևոր զորավար, ով պիտի մարտի տաներ իր նորահավատ բանակը։ Նրա առաջին եւ ամենահզոր հարվածն ուղղված էր հեթանոսության սրտին, մեհյաններին, որոնք դարեր շարունակ եղել էին ոչ միայն պաշտամունքի վայրեր, այլև հոգևոր խավարի եւ սնահավատության կենտրոններ։ Տրդատ թագավորի եւ նրա զորքի ուղեկցությամբ Գրիգորը սկսեց իր արշավանքը։ Առաջինը ընկավ Տարոնի գավառում գտնվող Գիսանեի եւ Դեմետրի ոսկեձույլ կուռքերը, որոնց պաշտում էին որպես հնագույն աստվածների։ Երբ քրմերը փորձեցին դիմադրել, Տրդատի զինվորները, ովքեր երեք իրենք էին ծունկի գալիս այդ կուռքերի առաջ, այժմ անխնա ջարդեցին նրանց։ Այնուհետև եկավ Անահիտ Աստվածոհու մեծ տաճարի հերթը Երիզայում։ Դա ամենահարուստ եւ ամենահզոր մեհյանն էր Հայաստանում։ Գրիգորը հրամայեց քանդել այն մինչև հիմքերը, իսկ ողջ հարստությունը, ոսկին ու արծաթը բաժանել աղքատներին։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Այս գործողությունները ուղղակի բախում էին չար ուժերի եւ նրանց երկրային ներկայացուցիչների, քրմերի հետ։ Յուրաքանչյուր քանդված մեհյան ճիչ էր առաջացնում հեթանոսների շրջանում։ Նրանք անիծում էին Գրիգորին, սպառնում աստվածների պատժով։ Բայց Գրիգորն անդրդվելի էր։ Նա գիտեր, որ չի կարելի նոր գինին լցնել հին տիկերի մեջ։ Նա պետք է մաքրել հողը, որպեսզի կարողանար ցանել նոր սերմերը։ Ակտիվ պայքար սկսվեց ճշմարտության եւ եկեղեցական արդարության համար։ Գրիգորը ոչ միայն ֆիզիկապես էր քանդում մեհյանները, այլև հոգեպես էր կործանում հեթանոսական գաղափարախոսությունը։ Իր քարոզներում նա բացատրում էր մարդկանց կուռքերի անզորությունը, պատմում էր միակ, ճշմարիտ եւ սիրող Աստծո մասին։ Նա խոսում էր ոչ թե վախի, այլ սիրո լեզվով։ Բայց հեթանոսությունն այդքան հեշտ չէր հանձնվում։ Քրմերը, տեսնելով իրենց պարտությունը, դիմեցին վերջին միջոցին՝ մահափորձի։ Նրանք վարձեցին մարդասպանների, որպեսզի սպանեն Գրիգորին։ Մի անգամ, երբ Գրիգորը աղոթում էր մի քանդված մեհյանի ավերակների վրա, մարդասպանները շրջապատեցին նրան։ Նրանք պատրաստ էին հարձակվել։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Հանկարծակի երկինքը մթնեց եւ սաստիկ որոտ լսվեց։ Կայծակը հարվածեց մարդասպաններից մեկին եւ նա անշունչ ընկավ գետնին։ Մյուսները սարսափահար փախուստի դիվեցին։ Այդ օրվանից շատերը սկսեցին հավատալ, որ Գրիգորին պաշտպանում է ոչ թե թագավորի զորքը, այլ ինքը, երկնային թագավորը։ Այս իրադարձությունները ավելի ամրապնդեցին Գրիգորի հեղինակությունը եւ արագացրեցին քրիստոնեության տարածումը։ Մարդիկ իրենց աչքով էին տեսնում հին աստվածների անզորությունը եւ նոր Աստծո զորությունը։ Վերջապես, մաքրելով երկիրը հեթանոսական պղծությունից, Սուրբ Գրիգորը, Տրդատ թագավորը եւ ողջ ժողովուրդը վերադարձան վաղարշաբաթ, սկսելու գլխավոր գործը։ Նրանք եկել էին կառուցելու մայր տաճարը, այն վայրում, որտեղ իջել էր Միածինը։ Դա պիտի լիներ ոչ միայն շինարարություն, այլև հոգևոր ծնունդ, մի ողջ ազգի մկրտություն քարի եւ հավատքի մեջ։ Եվ այդ տաճարի հիմքում պիտի դրվեր ոչ միայն քար ու կիր, այլև սուրբ նահատակների արյունը եւ մի սրբի անսասան հավատքը։ Եվ սկսվեց շինարարությունը։ Դա ոչ թե սովորական շինարարություն էր, այլ մի ողջ ժողովրդի մասնակցությամբ կատարվող սրբազան արարողություն։ Տրդատ թագավորն ինքը իր ձեռքերով քարեր էր կրում, իսկ նրա քույր Խոսրովի դուխտը եւ կինը Աշխենը իրենց զարդերը նվիրաբերեցին շինարարությանը։ Նախարարները, զինվորները, հասարակ շինականները բոլորը մի մարդու պես աշխատում էին, ողջևորված իրենց առաջնորդի օրինակով եւ Գրիգորի քարոզներով։ Ամբողջ հակամարտության գագաթնակետը եւ լուծումը հենց այս համընդհանուր միասնական գործն էր, որտեղ հին թշնամանքը եւ կասկածները լուծվում էին ընդհանուր նպատակի մեջ։ Հեթանոսական մնացորդները դեռ փորձում էին խանգարել, գիշերները քանդում էին կառուցված պատերը, բայց նրանց փորձերը խեղդվում էին ժողովրդական ոգևորության ալիքի մեջ։ Տաճարը կառուցվեց աննախադեպ արագությամբ, 7 տարում։ Երբ այն ավարտվեց, դա մի հրաշք էր, քարից կերտված աղոթք։ Նրա ճարտարապետությունը նոր էր եւ աննախադեպ։
Այն խորհրդանշում էր քրիստոնեական նոր հավատքի հաղթանակը։ Տաճարի ոցման օրը դարձավ համազգային տոն։ Սուրբ Գրիգորը, ով այդ ժամանակ արդեն ձեռնադրվել էր Կեսարիայում որպես հայոց եպիսկոպոսապետ, մատուցեց առաջին Սուրբ Պատարագը նորակառույց տաճարում։ Տրդատ թագավորը, ողջ արքունիքը եւ հազարավոր մարդիկ ծնկի եկած աղոթում էին։ Այդ օրը քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն, առաջինը աշխարհում։ Այսպիսով, համայնքը հասավ նոր հոգևոր ըմբռնման։ Նրանք հասկացան, որ իրենց ուժը ոչ թե զենքի, այլ հավատքի եւ միասնության մեջ է։ Էջմիածինը դարձավ այդ միասնության տեսանելի խորհրդանիշը։ Այն դարձավ ոչ միայն վարչական կենտրոն, այլև հոգևոր սիրտը մի ազգի, որը աշխարհով մեկ սփռված լինելով հանդերձ, միշտ իր հայացքն ուղղում է դեպի Արարատը եւ դեպի Էջմիածին։ Այն դարձավ բոլոր հայ եկեղեցիների մայրը, վայր, որտեղից սկիզբ է առնում հայ ժողովրդի հոգևոր կյանքը։ Էջմիածնի գանձարանը դարեր շարունակ հարստացավ սրբազան մասունքներով, որոնցից ամենանվիրականը Սուրբ Գեղարդն է, այն տեգը, որով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Քրիստոսի կողը։ Այն դարձավ հայ ինքնության պահպանման ամրոցը, մի վայր, որտեղ պահպանվում են հայոց լեզուն, գիրը եւ մշակույթը։ Այս պատմությունը մեզ տալիս է մի քանի կարևոր հոգևոր դասեր։ Առաջինը՝ եկեղեցու աստվածային հիմքը։ Էջմիածինը հիմնված չէ մարդկային կամքով, այլ ինքը Քրիստոսի հայտնությամբ։ Երկրորդը՝ Սուրբ վայրի նշանակությունը։ Աստված ընտրում է որոշակի վայրեր, իր ներկայությունը եւ զորությունը հատուկ կերպով դրսևորելու համար։ Երրորդը՝ զղջման կարևորությունը։ Տրդատ թագավորի օրինակը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե որքան մեծ են մեր մեղքերը, անկեղծ ապաշխարությունը կարող է բերել ներում եւ բժշկություն։ Եվ վերջապես, Էջմիածինը մեզ համար միասնության խորհրդանիշ է։ Այն հիշեցնում է մեզ, որ մենք մի ժողովուրդ ենք, միասնական մեր հավատքի եւ մեր հոգևոր կենտրոնի շուրջ։ Այսօր, երբ մենք նայում ենք Էջմիածնի գմբեթներին, մենք տեսնում ենք ոչ միայն քարե կառույց, մենք տեսնում ենք մեր պատմությունը, մեր հավատքի հաղթանակը, մեր նախնիների աղոթքները եւ մեր ապագայի հույսը։ Էջմիածինը կանգուն է, քանի որ կանգուն է հայ ժողովրդի հավատքը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչ կանեիք դուք Տրդատ թագավորի փոխարեն, երբ բախվեիք Հռիփսիմեի անսասան հավատքին։ Կփորձեիք կոտրել նրա կամքը, թե կփորձեիք հասկանալ այն զորությունը, որը նրան այդքան ուժեղ էր դարձնում։ Ձեր պատասխանը կարող է շատ բան ասել մեր սեփական հոգևոր ճանապարհի մասին։ Իրադարձությունների երկարաժամկետ հոգևոր պտուղները անգնահատելի են։ Հայաստանը դարձավ քրիստոնեական քաղաքակրթության առաջին հենակետը Արևելքում, մի փարոս, որի լույսը դարեր շարունակ լուսավորել է շատ ազգերի ճանապարհը։ Հայ առաքելական եկեղեցին, ծնված Էջմիածնում, դարձավ հայ ժողովրդի ողնաշարը, որը նրան օգնեց դիմանալ պատմության ամենադաժան փորձություններին եւ պահպանել իր ինքնությունը։ Եվ այս ամենը սկսվեց մի տեսիլքից, մի քանի նահատակ կույսերի արյունից եւ մի մարդու անսասան հավատքից, ով 13 տարի խավարի մեջ տեսնում էր լույսը։